Սիրելի Աստծո ժողովուրդ, բարև բոլորիդ։ Ուրեմն այսօր մենք պետք է քննարկենք Մատթեոսի 5-րդ գլխի 38-ից 47 խոսքերը մեր եկեղեցով ու Տերս պատվիրեց որ այս տեսանյութը տեղադրեմ YouTube-յան իմ ալիքիս մեջ, որտեղ որ դուք կրնակ գրեք թե ամեն մեկիդ մեջ ինչ խոսք կբացի, որովհետև շատ հարցերի պատասխաններ կա, որ ընձեր իրականում շատ հետաքրքիր է։ Արգինե ջան, կկարտաս Մատթեոս 5:38-ից մինչև սկզբից 42-ը ու հետո նոր մյուսը, սկսենք քննարկել։ Ուսուցում վրեժի շուրջ։ Լսել եք, որ ասվեցավ աչքի տեղ աչք ու ակրայի տեղ ակրա, բայց ես ձեզի չարին հակառակ մի կենար, հապա եթե մեկը ապտակ մզարն է աչ ծնոտիդ, դարձուն անոր մյուսնալ, եթե մեկը ուզե քեզի հետ դատ վարել ու քու շապիկը դառնե, թող տուր անոր, քո վերարկու տալ, և ով որ քեզ պահակ բռնե ու մղոն մը ճամփա քշե, գնա անոր հետ երկու, ես մեր զողին տուր ու երեսս մի դարձներ անկե, որ կուզե քեզ մե փող առնել։ Բոլորիդ պարզ է երեխեք ջան, թե մի հատ մեկ աշտա արգինե քուրը։ Լիլիթ ջան, դու կաբի մեջ ես։ Տեղ եմ Աննա Քուրջան, ուղղակի հարմար չէ, լի մարդ կա տունը։ Հա, ուշադիր լսոր դու եմ։ Պատերի մարդ է գալ։ Հա, կապ չունի, ուշադիր լսոր մեկնությունները դու ես տաս, ինչ որ կբացվի։ Երեխեք ջան, փակե միկրոֆոնը, նորից կարտա թե կրնակ բացատրեք, ու մոտ ինչ բացվավ։ Սիրելիներ, մեկ եք խնդրեմ ցեզնից, որ դուք այն ինչ որ գիտեք, գրեք մեկնությունների մեջ, թե այս խոսքերից ինչ հասկանաք։ Ով կրնա բացատրե, ինչ հասկացաք։ Նախադասություն առ նախադասություն կարտամ ու քննարկենք, լավ երեխեք ջան։ Լսել եք, որ ասվեցավ աչքի տեղ աչք ու ակրայի տեղ ակրա, այսինքն Ադամի տեղ Ադամ, այսինքն այն ժամանակներում, եթե մարդու աչքը կհանեին, իջա աչքն է պիտի հանեին, Մովսիսական օրենքի ժամանակ։ Ադամը գճարտեին, իջա Ադամը գճարտեին։ Բայց ես ցես կասեմ, չարին հակառակ մի կենա։ Հապա, եթե մեկը ապտակ զարնե, աչ ծնոտիդ դարձրու նրա մյուսին էլ։ Այսինքն ծնոտիդ, որ կզարգե, ապտակ կսե։ Չարին հակառակ մի կեցի, կսե, մյուսն էլ դարձրու։ Եթե մեկը ուզե քեզի հետ դատ վարել ու քու շաբիգդ առնել, այսինքն կսոր այս շորը իմս է, կամ այս տունը իմս է ու վերջ։ Հասկանաք կա։ Այս գործը իմս է ու վերջ։ Մի խոսքով դարձրու նրան մյուսն էլ։ Եվ ով որ քեզ պահակ բռնե ու մղոն ճամփա քշե, գնա նրա հետ երկու, քեզանից ուզողին տուր ու երես մի դարձրու, նրանից որ կուզե քեզանից փող առնել։ Շատ հետաքրքիր է այս խոսքերի մեկնությունը, ճիշտ նորսեմ իմ մոտս լավ չի բացվե։ Սենք ես կուզեմ մի հատ բովանդակությունը լավ հասկանամ, այսինքն աղոթեմ կը, որպեսզի այս մեկնությունը շատ խորությամբ բացե Աստված, որովհետև սիկ շատ կարևոր հարցերի պատասխաններ է։ Օրինակ, որիդ մոտ ինչ ձևի կբացվի, կլսեմ ձեր պատասխանները երեխեք ջան։ Դե ինքը առաջի հերթին ցույց է տալիս, որ ինքը ոչ թե եկել է օրենքներ փոխել, այլ օրենքները պահելու, բայց որոշակի փոփոխություններ ինքը մտնում է օրենքների։ Այսինքն, ինքը ուզում է ցույց տա, որ ճիշտ է, մինչև այդ ընդունված է եղել, որ չարին չարով պատասխանելը ճիշտ է, բայց չարին չարով պատասխանելը ինքը սովորացնում է, որ շատ սխալ է, որովհետև դու չարին պատասխանես չարով, էդիկ Հետագայում սենք արդյունքները շատ վատ կեղնեն, էլի ավելի վատ կեղնի, քան եթե դու չարին պատասխանես բարով, կարող է չարը միգուցե ընդդատվի, որ չշարունակվի, ընթացք չունենա։ Իսկ եթե դու չարությանը չարությունով պատասխանես, վերջ է, այն կողմն է քեզի կպատասխանը ու այդ ձև։
Այսինքն չարությունը վերջ տնելու համար դու պետք է չարությանը պատասխանես բարությամբ, ցույց չտաս նույն մարդը ինչ որ դիմացինն ա եղել։ Ու դրանով վերջ տնես չարությանը։ Լավ, ելով ինչ կրնաս է երեխեք ջան։ Հա, սա քուր։ Սա Անիջան։ Ես ասեի, որ Տերը ասել է, որ մենք որպես քրիստոնյա պիտի չարի ներողություն բարով պատասխանենք, այսինքն դա բառացիորեն չի նշանակում, որ եթե մի թշիտ խփում են, մյուս թշը պիտի առաջ տանես, այլ դա նշանակում է, որ դա ոնց որ փոխաբերական իմաստով ասվում, որ եթե մեկը քեզ վիրավորում է, օրինակ ուղղակի պետքա ոնց ասեմ, անտեսել դա ամեն պարագայում բարով պատասխանել ամեն ինչին, բոլոր տեսակի չար արարքներին ու խոսքերին, ու երկրորդը մեկ վարքյան մոռացա ինչ էի ուզում ասել, երկրորդը վերջում ինչ ասեցի, աննաքուր Եվ քեզանից ուզողին տուր ու երես մի դարձրու նրանից, որ կուզե քեզանից փող առնել։ Եթե մի եղբայր կամ մի քույր քեզանից օգնություն ախնդրում, պետք չէ իրան անտեսելու արհամարի, եթե ունես այդ հնարավորությունը օրինակ գումարով օգնելու կամ այլ կերպ օգնելու հոգեպես նրա կողքին լինելու, պետք է անպայման դա անել, որտեղ մենք որպես քրիստոնյա եղբայրներ ու քույրեր պարտավոր ենք իրար օգնել։ Այդքանը ես բացառանքորս։ Լավ, ելով ինչ կրնաս է երեխեք ջան։ Միկրոֆոնդ փակ է Անիջան։ Մերոպեմ քուր։ Անիջան, միկրոֆոնդ փակ է։ Հա, մերոպեմ, ահա։ Երեխեք ջան, անընդհատ չկրկնեմ, էլի ով կսե, բրզնի արագ միկրոֆոնն փակեք, որ մյուսների պատասխանել լսենք։ Սա Անուշ քուր։ Սա Աննաքույր, եթե ասենք մեկը մեզ վատություն անում, առաջվա օրենքով, մենք պետք է չարին չարով չպատասխանենք, պետք է մենք բարիով հաղթենք, չարին բարիով հաղթենք, պետք է մենք բարություն անենք, որ նրա գլխում այդ բանը կայծեր վառենք, Աստծո խոսքի համաձայն կայծեր վառենք, որ այդ մարդը ասենք Աստծո օգնությամբ փոխվի դեպի լավը, դեպի բարի։ Հետո Տերն ասում է, դուք չարության զենքերը չունիք, մենք ունենք Աստծո զենքերը, բարության, սպառազինության զենքերը, մենք պետք է միշտ չարին բարիով հաղթենք, Աստծո խոսքի համաձայն բարիով հաղթենք։ Հետո մենք ըստ Աստծո խոսքի պետք է մենք չարին չարով չպատասխանենք, չարով չհաղթենք, էլի։ Աստծո խոսքի համաձայն մենք պետք է բարիով հաղթենք։ Որտե մենք այդ չարության զենքերը չունենք։ Լավ, ելով ինչ կրնաս երեխեք ջան, էլ ու մոտ ինչ կբացվի։ Մտավ տենց հասկացա, որ ով որ վատություն անում, ով որ քու դեմը չարություն անում, թե դու հավատքի մարդ ես, պետք է իրան ոչ թե չարությունով հետաս, բայց էլի իրան ներես ու իր համայլ աղոտ կանես, որ ինքը իր չարությունով իր այդ սիրտը փափ կթնի, իր չարությունը մեջից անի եւ բարություն ունենա։ Ես տենց հասկացա։ Լավ։ Հետո ամենակարևորը պետք է ներես, որ ասենք այդ քո մեջ բան չմնա, նրա դեմ այդ բաների աններողամտություն չմնա, հետո որ դու առաջ գնաս համել, առաջ գնաս։ Աստծո խոսքով դու առաջ գնաս։ Պետք է միշտ դիմացինին ներես եւ չհիշես։ Ամենակարևորը, ներես, հոգով սրտով ներես։ Աստծո խոսք։ Ելով ինչ կրնաս է երեխեք ջան։ Ես միան բան էլ ավելացնեմ Աննախուս, որ ցույց է տալի, որ վայր չէ քրիստոնյային, որ թող տաս սպասելով պատասխանի ինչ-որ շահ ունենալով, այսինքն եթե որևէ մեկը կարիքի մեջ է օգնես առանց սպասելու, որ պետք է պատասխան տա քեզի կամ փոխհատուցում ստանաս։ Անշահախնդրորեն պետք է օգնես դիմացինին։ Լավ, ելով ինչ կրնաս է երեխեք ջան։ Հա արգին է քուր ջան, սա։ Լսեմ կը, քեզի լսենք։ Հիսուս եկավ ուսուցանելու, չէ, սովորացնելու։
Այսինքն իր գալուստից հետո ինքը սովորացնում է, որ մարդը անընդհատ բարին գործակից լինի։ Ինչ որ պատահում է իր կյանքում եւ ինչ որ լինում է, պետք է ինքը բարիով գնա առաջ։ Բարի հաղթի չարի։ Ու եթե մեկը քեզանից մի բան ա ուզում, դու 10-10։ Եթե գայթակղություն կա, այդ գայթակղությունը հանես։ Աղքատին օգնական լնես։ Ներողամիտ լնես, որտեղ հենց վերնագիրն արդեն ասում է, որ վրեժի շուրջ է ուսուցանում ինք, այսինքն ոչ մի պարագայում դու վրեժի բան չունենաս քո մեջ, ներողամտություն ունենաս ամեն դեպքում եւ ամեն տեղ, ամեն հարցերում։ Օգնական լնես բոլորին, որտեղ վրեժը իրանն է, մերը չի։ Ինքը հենց այդ է սովորանում։ Լավ, հիմիսպես հարցեր տամ, լնայեմ ինչը կպատասխանեք։ Փակես քուր միկրոֆոնդ, ահա։ Աստվածաշնչի մեջ նաև կուտամ մաշկարիդներիդ խոզերի առաջ մի գցեք։ Չէ, իրանք կտրորեն, հետո ցեսի կպատառոդեն։ Սոր այդ կից մի հատ հարց տամ։ Իսկ եթե ինչ որ մեկը քենից փող կուզոր, էստա խմե հարբի, խապեգը թե հացի փող չունիմ, ու ինքը իրականում խմելու փող չունի։ Կամ ծխելու փող չունի, կամ ծագվելու փող չունի, չէ, տարբեր բաներ կան, սենք այդ դեպքում ինչ են ես։ Իհարկե պետք չի տալ, Աննաքուր, եթե կարելի է պատասխանեմ, իհարկե ոչ, որովհետև դու դրանով այդ մարդուն օգնում ես, որ ինքը իրան սպանի, կա դանդաղ մահ է կոչվում։ Ահա, մի նայեք, այստեղ պացիենտներից մեկը կողքս նայել, դա դանդաղ մահ է ու դրանով դու իրան ոչ թե օգնում ես, այլ վնասում ես իր առողջությանը ու կարող ես անգամ իր մահվան պատճառը դառնալ, որտեղ յուրաքանչյուր սիգարետ ու յուրաքանչյուր խմիչք կարող է լինի նրա վերջինը։ Ես այդպես եմ մտածում։ Բա այդ դեպքում եթե դի չտանք, այս խոսքը ինչ է հասկանան, քեզանից ուզողից դուր ու երես մի դարձը նրանից, որ կուզե քեզնից փող առնել։ Դրա փոխարեն օրինակ շատ հասարակ պրիմիտիվ օրինակ եմ բերում, Աննաքույր, կարող ես օրինակ եթե նա խնդրում է քեզանից գումար, դու կարող ես դրա փոխարեն օրինակ մուրացկան ինչ որ դրսում կամ որ տուն չունի, անտունը, կարող ես նրան ուտելիք առնել, չգիտեմ, խմիչք առնել, ջուր, հյութ, կարևոր չի, բայց գումարը չտալ, իմ կարծիքով այդպես է ճիշտ։ Իսկ եթե ինքը քեզնից կսե քեզանից ուզողին տուր, փող կուզե, կսե չէ, ինձի հաց պետք չէ, ինձի փող է պետք, պետք տանիմ թեղ առնիմ։ Ուրեմն նա ստում է, ուրեմն ուրիշ բանի համար է ուզում, եթե նա սոված է, իսկապես դրա կարիք ունի, նա կհամաձայնվի, եթե ասում է, իսկ եթե պարտադիր ոնց ասեմ, ոնց էին հայրեն ասում, մոռացել եմ, ակե որ ֆրանսերեն եմ խոսում ամենուր, եթե պնդում է, որ իրան գումարը տաս, ուրեմն դա ուրիշ բանի համար է, բնականաբար։ Լավ, ես մի հատ սպես պատասխան ստանամ, սեմ, սիրելիներ, դուք եք ձեր պատասխանները գրեք, որովհետև պարտադիր կկարտամ, եթե պատասխաններ գրեք հաջորդ տեսանյութի մեջ։ Աստվածաշունչը այնքան խորը գիրք է, Հիսուս նոր բաներ կխոսար իր աշակերտներին, հիմի ինչ որ կբացե Տերս իմ մեջս, որովհետև ես ինքս այս հարցի պատասխանները կուզեի ստանալ ու կամաց կբացե։ Երբ որ ինքը իր աշակերտների հետ կխոսար, աշակերտները իրանք ու կային ու կսեին, «Մեսի կմեկնես ես խոսքերդ, մեսի կմեկնես ես առակդ»։ Հիմի Տերը մեզի հավաքել է, կուզենք միամ հասկանանք, լավ, որ կսես ուզողին տուր, եթե այս մարդը խմող է, հարբեցող է, մարդը կա, ուրիշի հաշվին ապրող է, սիրոր, հեչ բան չեն է, անընդհատ ինքը սորվել է, կրնա լացեղնելով, ապրի քեզնից լավ։ Մեմուր ասկանը մերել է, գնացել են սովից, տունը բարձով նիկը փող է եղել, բայց ինքը սովից է մերել, փողը հավաքել է ուղակի, բայց հացը իրան չի առել։ Հիմի լավ, այդ մարդուն օգնելը ճիշտ կեղներ փողով, թե չօգնելը։ Այսինքն սի կնշանակի, որ սխալ կսե, ուզողին տուր ու երես մի դարձրու, չէ իրանից։ Կամ ծնոտիդ ապտակ կզարգեն, մյուսը թեմ տուր։ Սոնք խորը բառեր են, որոնց իմաստն ու նշանակությունը շատ կարևոր է, մենք մոտենանք Հիսուսին ու ասենք, Տեր, մեկնե մեզի,
Քո Սուրբ Հոգովդ մեկն է միամ հասկանանք, էս ինչ կսես դու։ Չորսպես իրավիճակների մեջ կրնա ես հայտնվեմ, մարդիկ կան որ դու չիտես ինչի համար փող կուզեն։ Դու քո վերջիդ փողը քանես կուտաս, ինքը քեզնից շատ փող ունի արդյունքում։ Քո երեխեքիդ հացը կկիսես, քո երեխեքիդ առանց հացի կթողնես, սկսես, կանգնի օգնեմ ես ինչ մարդուն, բայց իտոգում ինքը քեզնից լավ կապրի։ Այսինքն կամ մարդիկ որ դու չես ճանճի իրանց, իրանք կներկայացնեն որ իրանց վիճակը վատ է, բայց իրականում են կան էլ վատ չէ իրանց վիճակը։ Այո։ Ես մենակ մի բան եմ կրնամ ստեղ ավելացնեմ։ Արագած իջեկի 1-ից 5-ի մեջ կսե տիրոջը ապավինիր քո բոլոր սրտովդ ու քո հասկացողությանդ մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներիդ մեջ ճանաչիր նրան ու նա կուղե քո շավիղներդ։ Այսինքն, եթե դու ինչ-որ մեկին կտեսնես, որ կարիքի մեջ է քեզնից ինչ-որ բան կուզե, խնդրե տիրոջից առաջնորդություն։ Տեր ջան, իմ ունեցածս քու գտե։ Կխնդրեմ քեզնից, դու ինձ առաջնորդե, օգնեմ թե չօգնեմ։ Տամ թե չտամ։ Եթե տամ, ինչքան տամ, դու ինձ սա։ Միանշանակ այդ դեպքում է որ դու չես խաբվի։ Դու չիտես ինք ինչի համար կուզե, չէ, բայց Աստված հրդեհ քննող Աստված է։ Ինչ երեցիր, մեր խոսքը կապեցիր մյուսի հետ։ Տիրոջը ապավինեցիր բոլոր սրտովդ ու քո ճանապարհների մեջ է ճանաչիր իրան, որ ինքը քո քայլերդ ուղղե։ Չէ՞ որ մեր ամեն ինչը պիտի Տիրոջ ձեռքերի մեջ անցնենք։ Երեխեք ջան, աղքատներ կար, вообще պետք չէ իրանց օգնել։ Այն շորնոր դու տեղեշտելուց կարնիս, ես եղել է հակնիս, տվել եմ աղքատի, տեսել եմ որ պոլի շոր է դարձրել ինքը։ Աղքատին օգնելուց առաջ է պիտի Տիրոջից հարցնես նոր օգնես։ Աղքատ կա, իր անհնազանդության մեղքի պատճառով է աղքատ եղել, գողությունները, տունն է կորցրել, խմող հարբեցող եղել, տունն է կորցրել, ինքը աղքատ կհամարվի, բայց աղքատներին ես օրինակ առաջինը ձեզ Աստված ցույց է տվել, որ տանիմ ապաշխարության։ Ամենաառաջի օգնություն աղքատին պիտի տանիս ապաշխարության։ Ու աղքատը կնշանակի նաև հոգով աղքատը։ Այս խոսքը ինքան խորունկ խոսք է որ մարդիկ ով որ Տիրոջից կանչված չէ կրնա կուրորեն բաներն է ու վերջում մեկը պատմեն 50-ականներից թե սերեն Հիսուսի կալուստը մոտ է քրերը դրե սա աղեղացածը ծախել են Հիսուսը չի եկել։ Ինչի որովհետև իրանք Տիրոջից անձամբ խոսք չեն առու Տիրոջով չեն երել Տերը քեզի սավ թե դիշ ունեցածդ բաժն է ներսդ մաքրե։ Դու ինչի չկանգնար Տիրոջից առնես թե ինչ պտենես։ Այ Սիկ նիկի որ փորով կգնիս խոսքի վրա ու չես փորձե այդ խոսքի մեկնությունը Հիսուսից հարցնես թե ասա մեզի Տեր ես խոսքի մեկնությունը ո՞րն է։ Հասկանաք ինչ կսեմ։ Կամ եթե կսես ամեկին տուր, ուզողին տուր, չէ, երես մի դարձրու։ Բա այն խոսքը միացնենք այն խոսքին որ կսեմ մարգարիտները այդ խոսերի առաջ մի քիչ։ Որովհետև իրանք տրորեն ու քեզի կպատառոդեն, սի քագասեց են մյուս խոսքին, նշանակեց որ ամեն մարդու դի չտաս։ Եթե իրար միացնենք, չի հակասե իրար, այսինքն կսե տուր են մարդկանց, որոնք որ խոս չեն։ Այն մարդկանց, որոնք խոս չեն։ Չէ, մարդիկ կան գիտեն, թե դու իրանց պարտավոր ես, դու պիտի միշտ իրանց ենես։ Իրանք չունին քեզ էշպանենելու։ Դու պիտի իրանց միշտ ենես։ Չէ, երեխեք ջան, դիք սխալ է։ Օրինակ Աստված այն մարդուն չի ենե, ով որ իրան համար չի ենե էշպան։ Եթե դու չես Տեր, ես ինչ ենեմ քեզի համար, Տերն է չի լսե քո աղոթքդ ու չի պատասխանե քեզի։ Ստեղ կուտա առագած 15:8-ի մեջ է քսե, ով որ իր ականջը կգոցե օրենքը լսելուց, նրա աղոթքն անգամ պիղծ է։ Սիկ ինչ նշանակեց։ Կլսես ինձի, կլսեմ քեզի, չես լսե ինձի, չեմ լսե քեզի։ Հիմա եթե այդ մարդը, որ նոր Աստծո օրենքը չի լսե, ու իր աղոթքը Աստծո համար պիղծ է, դու ինչ կգնաս այդ պիղծ մարդուն էշտաս օգնես։ Սիկ գիտեք ինչի է նման։
Աստվածաշունչը puzzle-ի է նման, որ ամբողջական հասկանալու համար դու պիտի բոլոր խոսքերը իրար քով բերես։ Որ մի հատ ամբողջական կոնտեքստը վերցնես ու հասկանաս, թե Աստված ինչ կուզեր քեզի սեր։ Դու գիտեք ավետարանը կորցվածների համար է փակ։ Եթե դու կորցված ես, ուրեմն փակ է քեզի համար Աստվածաշունչը։ Իսկ եթե դու տիրոջինն ես, այսքան խոսքը կարտա ու մի հատ խորությամբ քննարկե, տես Աստված ինչ կուզեր քեզ սեր։ Մենք ընդամենը կարտացել ենք 38-ից 42 խոսքը։ 4 խոսք։ Բայց հավատացեք, այս 4 խոսքը կրնանք մենք 4 ժամ քննարկենք։ Այդպես խորություն ունի Աստծո խոսքը։ Աստվածաշնչյան խոսքերը երեխեք հագասություններ չեն։ Աստվածաշնչյան խոսքերը ամեկը մի հատ փակ դուռ են, որի համար մի հատ պայլնիկ է պետք։ Այդ պայլնիկը Սուրբ Հոգին է, որ պիտի բացե խորությունները ու մեզի ցույց տա։ Դրա համար է երանելի է այն մարդը, ով որ Տիրոջից հայտնություն կստանա։ Ում որ Տերը գաղտնիքներ կբացե ու կհայտնե։ Հասկնաք ինչ կսեմ։ Դուք այնքան երանելի եք, որ այսօր Տերը ձեզի իր խոսքի մեկնություններ կուտա։ Թե չէ այդպեսով որն է, ով կաուզե 10, ով կաուզե 10, քեզի բան չի մնա։ Բայց երբ որ դու Տիրոջով կցանես, Հիսուսը ինքը ամեն տեղ չէր էշտա։ Կեշտարնդեղ որտեղ որ հավատ կգտնես։ Ես չգիտեմ, ես ինչքան որ Տիրոջ հետ շփվել եմ ու Տիրոջից խոսք եմ արել, ես հասկացել եմ մի բանը մոր։ Ու ինչ որ կենես առանց Տիրոջ չենես։ Դու փեսա ունիս։ Իշխոր կնիկը առանց մարդուն հարցնելու դնե մարդու աշխատածը բաժնե։ Դու ով ես, որ քու մարդդ կաշխատիկ բերե, դու կբաժնես քու գլխիդ։ Մի հատ մարդուցդ կարծիք չհարցնես։ Չոր այդ ամեն ինչը քու մարդդ է տվե։ Մենք այսօր Հիսուսի հարցն ենք, թե Հիսուսի հարցը չենք։ Հիսուսի հարցն ենք։ Ու հիշենք, որ մեր փեսեն ըմբես փեսա չէ հավաքյալի, որ հեշ բան չի դենա։ Ինքը ամեն ինչ գիտե, ու լավ է գիտե, ում օգնե, ում չօգնե։ Դրա համար բերեք մեր փեսային հարցնենք, մինչև այն ինչ որ կբաժնենք։ Սոր ու ընոր։ Իսկ ծնոտի զարնելու համար էլ այո, միանշանակ Եթե մեկ կողմիդ կզարգեն մյուսը դարձրու, ես կրնամ սպես մեկնեմ ինչ որ կբացվի իմ մեջս, ծնոտի դոր կզարգե մյուսը դարձնելը կնշանակի աղոտ կերա։ Իջա համար, որ ապաշխար է։ Ուղղակի դպես կրնանք մեր ծնոտը դարձնենք։ Չարությամբ չլծվինք, բայց աղոտքի հետ կապված է ես ինչ եմ Տիրոջից սորվե, Մարդիկ կան, որ Աստված կառաջնորդի, որ աղոտ կենեմ, մարդիկ կան, որ Աստված չի առաջնորդի, ես մարմնից չեմ կրնա աղոտ կենեմ։ Օրինակ մի հատ քուր ինձ զանգեց բաժանորդներիցս մեկը, թե կաղոտես ինձ համար, ես ասեցի, երբ որ Տեր ինձ առաջնորդես, նոր կաղոտեմ, գսե, ինչ այդպես բան է կա, Ռոզա քուր միկրոֆոնդ փակ է։ Հա, գսեմ, իմ մոտս այդպես է։ Եթե Տեր ինձ չի առաջնորդի, ես չեմ կրնա աղոտեմ։ Ես ինչ Աստծուն պիտի բան թելադրեմ, թե Աստծուց թելադրվեմ։ Տեր ինձ պիտի լցնե, որ ես աղոտ կենեմ։ Հասկնաք ինչ կսեմ, երեխեք ջան։ Դրա համար մենք ունենք փեսա, աշխատենք, ամեն ինչ ենենք Տիրոջով ու Տիրոջ փառքի համար։ Եվ ծնոտը դարձնելուց պիտի Տերը դարձնեք ու ծնոտդ, այսինքն աղոտքի դարձնեք ու երեսը թեպի Աստված եւ կարիքավորին օգնելուց էլ։ Երբեմն որ շատ կօգնես, այդ մարդել չի էլ ուզե աշխատի, որովհետև գիտի որ դու կօգնես։ Իսկ քո օգները դիրան վնաս կուտա, թե օգուտ։ Իհարկե վնաս։ Որովհետև դու անձամբ պես իրան սարքե պորտապույց։ Սկանե երեխեք ջան,
էլ շարունակությունը չենք քննարկի, որովհետև Տերը ցույց կտա, որ սկանը հերիք է այսօր։ Շատ խորը ուսումնասիրություն էր։ Կխնդրեմ բաժանորդներիցս նորից մի անգամ եւս, որպեսզի իջանքել քրեն իրանց կարծիքները, թե որի մոտ ինչ կբացվի։ Այս սազներից հետ կապված կան կարծիքներ, որ կուզենայիք խոսայիք, թեկուզ հակառակ կարծիք, շատ սիրով կլսեմ երեխեք ջան։ Հակառակ կարծիք ավելի շատ կսիրեմ լսել։ Շատ ճիշտ ես, Աննա քույրիկ, ես բան չունեմ ավելացնելու։ Մենք ասեմ ամեն Փառք Աստծուն, երեխեք ջան, փառք Աստծուն, որ Տիրոջից մենք մեկնություններ կստանանք։ Գիտեք, ես այսօր կկարտայի ու մեկնությունը կուզեի ստանալ։ Ու ես այսօր Լիլիթի հետ կխոսամ, կսեմ, գիտես, շատ բաներ ես ինքս կսպասեմ։ Կարտամ կսեմ ծառայության ժամանակ երևի Տերը մեկնությունը տա։ Ու ես հմի ծառայության ժամանակ Տիրոջով մեկնությունը ստացա, որովհետև ընձել էր հետաքրքիր։ Ու Տերը բերեց համադրություններ իր ամիս համարների մեջ հետ ու բացեց բայլնիկով դուռը ու սա մտիտի ասիկ է պատասխանները։ Կան մարդիկ գործեր մեջ բաներ են բացվել, երեխեք ջան։ Դերում են բերեք Աստծուց կոհանանք ու շնորհակալություն հայտնենք։ Ով կուզե օրինակ աղոթե ու շնորհակալություն հայտնե։ Ես։ Արի։ Աղոթե։ Հիսուսյան աղոթի իմիջից բոլորս կոկանքով աղոթեմ։ Հիսուսյանների մեր գիտակից ու անգիտակից բոլոր մեղքերով սխալների համար։ Շնորհակալ եմ, որ մեզ պես անարժան մարդկանց պահպանում ես։ Ների մեր գիտակից ու անգիտակից բոլոր մեղքերով սխալների համար։ Հիսուսյանների մեր դու ցույց տուր մեր ճիշտ ճանապարհը։ Հիսուսյան դու քայլիր մեր միջից։ Ամեն։ Ամեն։ Էլ մարդ կար կուզե աղոթե երեխեք ջան։ Ես Շնորհակալություն։ կարող եմ ավարտել։ Իհարկե, Անի ջան։ Շատ մի վարքան գլխաշորս գցեմ։ Աղոթե Անի ջան։ Հայր մեր, որ երկինս ես, սուրբ եղեցյանուն քո, եկես սարկայություն քո, եղեցին կամ քո, որպես երկինս և երկրին, սաց մեր անապազոր դուր մեզ այսօր, և փող մեզ սպարտիս մեր, ինչպես ու մենք թողունք մերոնց պարտապանած, մնիտ այս մեզի փորձություն, այլ փրկի այս մեզի չարը, զիքո արքայություն և զորություն և փառք հավիտյանս, ամեն։ Տեր Աստված, շնորհակալ եմ այսօրվա համար, Տեր, որ այսօր էլ մեզ արթնացրեցիր։ Շնորհակալ եմ այս լույսի համար, Տեր, շնորհակալ եմ այս հնարավորության համար, որ նորից միացել ենք քույրերիս հետ, Աննա քույրիկիս գլխավորությամբ ու կարողացել ենք քո խոսքը քննարկել, Տեր Աստված։ Շնորհակալ եմ այն խոսքի համար, որ առա Աննա քույրիկից։ Շնորհակալ եմ, Տեր։ Շատ բաների մեջ բացվում են, Տեր Աստված, կամաց աստիճանաբար։ Ես գիտեմ, որ ամեն ինչ մի անգամից չի լինում, Տեր Աստված։ Քո գործերն անքննելի են, Տեր։ Դու գիտես ինչը երբ կլինի, Տեր Աստված, քո համար ամեն ինչն իր ժամանակն ունի։ Այնպես որ ես իմ հույսը քո վրա եմ դրել, Տեր։ Սպասում եմ իմ ժամանակին, Տեր Աստված։ Թող քույրերիս կյանքում էլ ամեն ինչը ճիշտ ժամանակին լինի, ու ամենակարևորը քո կամքով, Տեր Աստված։ Ոչ թե մարդկայինով առաջ շարժվենք, մարդկանցից խորհուրդ հարցնենք, Տեր Աստված, այլ քեզանից առաջինը, Տեր Աստված։ Քեզանից խնդրենք, արդյոք այս մի բանը անենք, թե ոչ։ Արդյոք դա քեզ հաճելի է, թե ոչ։ Շնորհակալ եմ, Տեր։ Շնորհակալ եմ, որ Սուրբ Հոգովդ ուղղորդում ես մեզ, Տեր Աստված։ Տեր Աստված, թող ավելի շատ կատարելագործվենք, ավելի շատ սրբվենք, մաքրվենք։ Քո խոսքը ավելի շատ կարդանք, Տեր Աստված, ամրացնենք մեր հարաբերությունը քո հետ, Տեր, ավելի շատ մոտիկանանք քո հետ, Տեր։ Շնորհակալ եմ, Տեր։ Կցանկանամ, որ բոլորիս կյանքում էլ այդպես լինի, Տեր Աստված։ Մեր կյանքում առաջինը դու լինես, առաջին տեղում դու լինես, Տեր Աստված։ Շնորհակալ եմ բոլոր բարիքների համար, շնորհակալ եմ, որ այսօր մենք մեր գլխի վերևում տանիք ունենք, Տեր։
Այսօրվա հացի համար, ջրի համար Տեր Աստված։ Շնորհակալ եմ այդ ամեն ինչը քո բարիքներն են։ Փառք քեզ Տեր Աստված։ Փառք քեզ։ Փառք քեզ։ Իմաստություն տուր մեզ Տեր Աստված։ Խնդրում եմ։ Շնորհակալ եմ այս հանգստության, այս խաղաղության համար։ Օր-օր իմ կյանքը փոխվում է Տեր, ինչ ես միացել եմ այս եկեղեցուն։ Այդ օրից ի վեր իմ կյանքը փոխվել է։ Օր-օրի վրա ես ավելի ու ավելի եմ բժշկվում Տեր Աստված, դա միայն քո փառքն է։ Շնորհակալ եմ ամենազոր ու ամենագութ Աստված։ Փառք, փառք, փառք։ Հայր որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն։ Ամեն, ամեն, ամեն։ Օրհնյալ է քո սուրբ ու հզոր անունդ Տերես։ Օրհնյալ է քո սուրբ ու հզոր անունդ Հայրս։ Ամեն։ Կան էլի մարդիկ, որ Տերը լցրել է աղոթքի համար, երեխեք ջան։ Եթե կան, ազատ աղոթեք։ Անի ջան, կփակես միկրոֆոնը տասես։ Տերը սորհնե քեզ առատապես, Անի ջան։ Ամեն անա քրիկս, Աստված քեզ օրհնի։ Էլ չկան աղոթողներ, երեխեք ջան։ Տեր ջան, անչափահաս սաման շնորհակալ ենք, որ դու այսօր մեզի նորից քո խոսքիդ խորությունը հայտնեցիր, քո խոսքիդ լայնությունը, բարձրությունը, երկարությունը, լայնությունը, ու մեզի կվստահես քո խոսքիդ խորհուրդները։ Ինքան շնորհակալ ենք քեզնից, որ գտնվին քո եկեղեցուդ մեջ, որտեղ որ դու ներկա ես, որտեղ դու գերբնական ձևով կգործես, որտեղ որ մեզի բոլոր հարցերի ճիշտ պատասխանները կուտաս, որտեղ որ դու միշտ ներկա ես, որտեղ որ ամեն մեկից մեր մեղքերն ու սխալները կհանդիմանես, որտեղ որ քո եկեղեցիդ միշտ մաքուր կպահես։ Անչափ շնորհակալ ենք։ Կաղոթենք ազգերի, ցեղերի, լեզուների, ժողովուրդների ու բոլոր եկեղեցիների համար, որպեսզի ամեն մեկին ծնկի բերես քո առաջիդ, սովորեցնես սրբությամբ քայլեն, քեզնից վախենան ու ամեն մեկին կխնդրեմ ու կհաստատեմ, կխնդրեմ ու կաղաչեմ, հաստատե այն եկեղեցու մեջ, որտեղ որ դու կաս ու ներկա ես։ Կաղոթեմ այն բոլոր մարդկանց համար, որոնց հետ ես աշխատանք եմ տարել, բոլորի համար, որպեսզի դու իրանց ծնկի բերես, ազատագրես, մաքրես, սրբես ու դարձնես ցամպես ջերմակ ու կանգնեցնես իմ կողքս։ Ում որ կտեսնիս, որ իմ կողքս պիտենի։ Թող քո անունդ փառավորվի մեր բոլորիս ընտանիքներում, մեր կյանքերում, մեր եկեղեցում, որտեղ որ դու մեզի հաստատել ու հիմնել ես։ Օրհնյալ է քո սուրբ ու հզոր անունդ Հավիտյանս, Հավիտենից ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ Ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին։ Եվ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը Հավիտյանս, Հավիտենից ամեն։ Ամեն։ Երեխեք ջան, ուրեմն որոշակի հայտարարություններ ենեմ, միկրոֆոնդ փակե Անի ջան։ Ուրեմն ովքեր որ կուզեն միանան մեր եկեղեցուն, քան որ Տերս այսօր խոսք տվեց, որ շատ շատերին պիտի իմ կողքս կանգնեցնե, Զանգարեք ընձի +374 98 95 00 71 համարին։ Ես եմ, մեր եկեղեցում կա հոգևոր ազատություն, մեղքի ազատություն չկա, կա ուժեղ հանդիմանություն ու նաև մենք հիմնականում հավաքվել ենք սուրբ կյանքով ապրելու համար։ Շատ խորությամբ կքննենք Աստվածաշունչը, շատ ուժեղ կզգանք Տիրոջ ներկայությունը, մեր եկեղեցում Աստված շատ ուժեղ կհանդիմանե մեղքը ու խոսնոր կուկա պատիժնել շատ արագ կուկա այդ ձևի հզոր ներկայություն կա Տիրոջ մեր եկեղեցում, ինչ-որ Անանիայի ու Սափֆիրայի ժամանակ, որ մի հատ սուտ խոսածին ու պատիժ եկավ, այսօր շատ վկայություններ կար, խոսքը կուկա ես մարդկանց կզգուշացնեմ ու չեն հնազանդվի ու պատիժը կուկա, երբ որ Աստված տարավ, այդ մասին կվկայեմ նաև։ Ես մեր եկեղեցին, արտարությունը կհաղթե եկեղեցին է, որը վերնագրել է Աստված, որ նոր ընձե Աստված սելոր պիտի բարձրացնեմ մոտ 18 տարի առաջ, ու եսօր այդ եկեղեցին կբարձրանա։ Պարզապես Աստված իմ միջոցովս կբարձրացնե, բայց այս եկեղեցում ես էլ բոլորի նման անդամ եմ,
ու ամեն րոպե ամեն վայրկյան կսպասեմ Տերը ինչ պիտի խոսա, ինչ պիտի խոսա, ինչ մեկնություն պիտի տա, որ ես ինքս լսեմ։ Ամեն մեկի պես կհավաքվիմ Տիրոջից խոսք ստանալ, որովհետև շատ հարցերի պատասխաններ Տերը հենց ծառայության ժամանակ կտա։ Շատ լուրջ եկեղեցի է։ Եկեղեցի է, որտեղ որ կառաջնորդվի Սուրբ Հոգով։ Եկեղեցի է, որի առաջնորդն ու հովիվը Աստված է։ Եկեղեցի է, որտեղ որ կա հոգու հզոր ազատություն, բայց մեղքի ազատություն չկա։ Եկեղեցի է, որտեղ որ ով ինչ ուզենա դիք չի կրնայեն է։ Մենք ամեն մեկս կենենք այն, ինչ որ Աստված կուզոր ենենք։ Սկանե ինչ որ կուզենայի ցեզի ներկայացնեի, եթե դու կգտնիս որ դիք այն եկեղեցին է, որնորթուման կուկաս կրնաս սնձի սանգես։ Հեռախոսը համարս տեսանյութի տակ կտեղադրեմ նորից մեկնությունների մեջ, որպիսի զանգեք ու եթե Տերը ցեզի կառաջնորդ է մեր եկեղեցին, այսինքն եթե դու այն մարդն ես, ով որ պիտի ամեն ինչ թողնի ու Տիրոջ հետևից էշտա ու կուզես սրբության մեջ քայլե, ուրեմն քու տեղդ մեր կողքին է։ Իսկ եթե դու կուզես որ գտնես մի ամ եկեղեցի, որտեղ որ քեզի համար կերնի կոմֆորտ, դու ամեն ինչ կրնասենես ու քեզի հանդիմանող չի անի, հանգարց չսխալվիս, ուղղակի ոչ ես հանգե։ Որովհետև ստեղ ամեն մի փոքր մեղքը նույնիսկ կհանդիմանվի։ Մենք չենք մտածում որ ինչ որ մեկը կրնա մեր եկեղեցուց էշտա։ Մենք կմտածենք որ հանկարծ Աստված չեշտա։ Ու առաջինը Տերը թող ընձի հանե։ Եթե ես ինքս ապստամբեմ, իջաթեմ ու հանկարծ իմ պատճառովս պետք է շտա։ Բայց որ ոչ ես եմ անփոխարինելի, ոչ ինչ որ մեկը հաստատ ընձի ես է։ Եթե ես կապստամբեմ, ընձի կհանեմ մեկ ուրիշի միջոցով կբարձրացնե։ Էջ մեկս անփոխարինելի չենք։ Դրա համար սիրելիներ, նայեք, տեսեք, եթե դուք այն մարդն եք, ով որ իրականում անկեղծորեն Աստված կփնտրե, ուրեմն միացեք, մեր կողքը կանգնեք ու իմ թևերս բարձրացնողներ եղեք, որբիսի մենք քայլենք հավիտյան կատարյալ սրբության մեջ։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք, ովքեր բաժանորդակրված չեն, բաժանորդակրվեք, տարածեք այս տեսանյութը ձեր հարազատներին, ձեր բարեկամներին, մտերիմներին, եթե Սուրբ Հոգին կառաջնորդ է, չառաջնորդ է, պարզապես միք տարածեք։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք։